Պարոն գնդապետ, այսքան մատ արժանի չի, որ մի հատ ղեկավար ստելներ։ Արժանի չի, օրինակ դուք ստեղ եք, չէ, ձեր պարտքը կատարելու համար։ Իսկ այսքան մարդ նույժելի մինիստրությունում կամ ինչ-որ միտեղ մեկը չկար, որ հարգեր այսքան մարդկանց, գարստը կանգներ ասեր հարգելի ժողովուրդ ձեր փոխարեն, ասֆալտի վրա չհարցկաներ եք պարոն գնդապետ։ Բոլորը հասկանում եմ իրավական ակտերի համար քննարկելու, բայց կա իրավական ակտը քաղաքակիրթ եղանակով քննարկելու ձև կա, ում ստեղծեք գնացեք, հիմա կոնկրետ սպասում են մարդիկ գնացեք։ Հասկանում եք պարոն գնդապետ, ինչու չեն հարգեն մեզ, ժամանակին գային, մեզ տեսնեին, չեն հարգեն այդ հարցը, իրանց պագոներից ցածր էր, որ գային ասեն հարգելի քասացիներ։ Մի ամիս հետո 59 համարը դուրս է գալու, այս խնդիրը սենց է լինելու։ Հիմա խիմը ստիպեցին մենք իջնենք ստեղ, որ ճանապարհ փակենք, իրանք այդքանից հետո չեն գալիս, մեր հարցերին չեն պատասխանում։ Ստեղ հարցերի Դուք ինչու եք ստե պարոն գնդապետ։ Մեր հարցերին պատասխանեք, ինչու համարը 59 համարը չի աշխատում։ Ոստիկանությունը ապահովում է ապրեք, շնորհակալություն, հարգում ենք ձեր աշխատանքի համար։ Դուք սահմանափակում եք այլոց իրավունքները, մենք ձեզ հետ ենք կոչանում, որ ձեր իրավունքների համար սահմանափակումը վերացնելու համար։ Դրանք ասում քննարկման եղանակ կա, գնացեք։ Այդ պարոն գնդապետ, դուք ի պաշտոնը եկել եք ստեղ, ինչի համար եք եկել։ Քաղաքացին ոչ ձեր։ Ինչ-որ մեկը որ ընդ նստած է ձեզնից ցածր կամ բարձր մարդը, թույլ չի տալիս իրան ներկա գտնվի Ես ստեղ։ պարտավոր եմ ստեղ լինել։ Իրանք ինչու պարտավոր չեն։ Բոլորն էլ Մենք ենք իրանց ընտրել։ Այդ մարդկանց մենք ընտրել ենք։ Ինչ-որ մեկը թող աստեղ ու այդ հարցերին պատասխան տա ձեր հետ միասին էլ խոսի, արդայթվի։ Փակեք մի բացեք, ցավը տանեմ։ Ոչ բացեք, ոչ էլ ախպեր, այսպես առեկայել եք։ Ապրեք, այո։ Այնքան միջև գա։ Հիմա կա գոյություն ունի ամեն մեկի համար առանձնացված տեղ կա, ամեն մեկը կառավարությունը իր դիրքում է։ Չեն հարգում Համայնքի բնակիչ է, գնացեք համայնքապետարանը դեռ սպասում են։ Դիմել են, քանի օր ասել են։ Սպասում են, չէ՞։ Շաբաթներով ասել են, ինչու չեն եկել պատկան մարմինները կառավարությունից, այո կառավարությունից։ Եկել են, սպասում են։ Որ մեջ թողեն իջնենք ստեղ։ Գաստեղ ինչ են։ Թողային քասախում խոսային, մենք ճիշնենք ստեղ։ Գային քասախում խոսային։ Ոչ մեկ չի գալիս, մեզ ոչ մի բանի տեղ չի դնում։ Հիմա ես ինչ անեմ, իմ երեխու, իմ ապագա, իմ հոր, իմ այս քասախցիների հարցը ո՞նց է լուծվելու։ Իրանք որ չեն հարգում ինձ, ես պետք է իրանց հարգեմ։ Հարցը, եղբայր, ձեր հարցը դուք արդեն բարձրաձայնեցիք։ Բոլոր այնա լրատվամիջոցներով մենք բարձրաձայնենք, ես որ դառնա։ Իրանք այդ հարցը որ կար բարձրաձայնել ենք մի անգամ, բարի լինենք այն ասեն հարգելի քասախցիներ, այսօր հավաքում ենք կուլտուրայի տունը կամ ստադիոնում, մի հատ լարեք տնակ այս խնդիրի հարցը ո՞նց ենք լուծում տալու։ Ոչ մեկ չեկա, ոչ մի բան չի ասա ախպեր, որոշում են կայացնել ու քաշելն է խրախ։ Մենք մեր գլխի ճարը տնանք ախպեր։ Հիմա եթե ես ամբողջ Երևանը շրջապատված է համայնքներով, գյուղերով, բնակավայրեր, համայնքներ, խոշորացված, ոչ խոշորացած տեղային բնակավայրեր։ Բոլորի մոտ տրանսպորտի խնդիր կա։ Միասնական լուծման նպատակը այն է եղել, որ երթևեկությունը Երևանի, որը որ այսպես է, էլ արդեն շնչելու տեղ չկա, բեռնա թափվի։ Այդ նպատակով որոշում է կայացել։ Հիմա դրա համար էդի միասնական որոշումը մենակ այս համայնքին չի վերաբերվում, այդ ընդհանուր ամբողջ հանրապետությանն է։ Հիմա լավ, մենք չենք հասկացել կառավարությունը, այդքան խելք չունենք, որ հասկանանք կառավարությունը մեր համար ինչ-որ լավ բան ուզեց անել։ Չենք հասկացել, ախպեր ջան, ինքը թողար մեզ բացատրել։ Մենք անհասկացող մարդ ենք, ախպեր, չի չեն գալիս թե բացատրեն, որ մենք հասկանանք, որս մեր համար շատ լավ է լինում, որ 59 համար Այս ուտ մետրանոց ավտոբուսն ավելի վադնա, կաստեն գազելը գազելն է թողա աշխատի ախպեր։ Չէ, մենակ 59-ն է։ Թող գազելը այդ մեքենան թողա աշխատի։ Մենք դեմ չենք, բայց ավտոբուսը պետք է աշխատի։ Բան արեն նոր։ Էլի թողա աշխատի ախպեր ջան։ Մտնում ամն է բայց։ Չէ։ Թող էլի բարձանա, բայց ավտոբուսը թող բարձանա։ Իրար է թող աշխատի։ Այսինքն տրանսպորտ չկա, որ մտնի։ 10 գիծ գա ախպեր, բայց ավտոբուսը թող ելնի։ Մենք այդ ենք ուզում ախպեր։ Մենք չենք ասում, չէ ախպերը գազելը չկա, իրանց իրավունքն է, օրենքի սահմանելով իրանց իրավունքն է, չէ գանստը աշխատեն, թող են աշխատեն ախպեր։ 59-ն էլ թող աշխատի։ Կնստեն այդ ավտոբուսը, կնստեն, չնստի, թող չնստեն ախպեր։ 59-ը
Երևանի տրանսպորտը, համայնքային տրանսպորտը։ Պարոն Գնդապետ, տեղյակ եք Քասախը ունեցել է 125 համարի ավտոբուս։ Միշտ էլ այո, Քաղաքային տրանսպորտն է միշտ ունեցել։ 125 համար։ Չէ, տեղյակ չեմ, Քասախը աշխատել է, այո, Քասախը ստեղծված ժամանակում ունեցել 125, որ գնացել է մինչև Պրոսպեկտ, Պրոսպեկտից եկել է Քասախ։ Այդ ոնց եղավ սովետական ժամանակ Քասախը ունեցել է իրավունք ունենա քաղաքային տրանսպորտ ունենա, իսկ հիմա նեցած ասում Քասախից քաղաք իրավունք չունի տրանսպորտ մտնելու։ Որովհետև լիքը ավտոբան ունի, գալու է, մտնելու է տրանսպորտ, դուք եք ասում, որ Չի գալի։ Չէ, ախպեր, թողա էլի իր իրավունքն է։ Ով ասա իր իրավունքը չի։ Ամեն դեպքում մեր ավտոբուսը պետք է աշխատի։ Կայնելու ենք միջև վերջ, կայնացենք, կայնելու ենք միջև վերջ։ Պետք է լինի մեր երեխեքին դպրոցից գիչը ծնեն, գքան կկայնեստը։ Պատկան մարմինների մենք ոչ ճանաչում ենք, ոչ էլ գիտենք, թողան ծանոթանան։ Ձեր կարծիքով ինչու է մարզպետը խուսափում դեմ հանդիպելու ձեզ հետ։ Որովհետև իրանք պետք է գան մեր հետ հանդիպեն, բա ով գա հանդիպի։ Ես շատ գիտեմ, չեն խուսափում։ Շա խուսափում։ Գա վախենում է։ Ինչ իմանամ։ Ինչ իմանամ։ Կողոստե գայլեր են կայնած, ինքը վախենում է գա գայլերի մեջ։ Ամեն դեպքում այս ժողովուրդը սաղնել աբարանցի ժողովուրդ են, սաղել թասիբով ժողովուրդ են, կարքին են ժողովուրդ են, պետք է լինի երեխեքին էլ քիչ ծնեն։ Ոչ մեկ թող հանգարց ասի, պրոշանցի քիչ լանք, հասարցիկ շատի չան, եսի ինչ արին, ամեն մարդ իր ձևով է իր տունը կառուցում։ Ես չեմ եթեմ իմ հարևանին ասեմ, բալկոնը տառաժ դիր կամ հետ դիր։ Դուք որևէ կերպ չեք գնալու։ Չէ, ես ոչ մի տեղ էլ չեմ եթեմ, ես գործից եկել եմ, լավ էլ եկել եմ գործից։ Միշտ եթեմ եմ գործի, լիքը փողեր աշխատում եմ, գալիս եմ։ Հմ էլ պարապեմ, հմ էլ ստեմ։ Իմ ժողովրդի կող աղբեր ջան, ես էլ ստեի փեսա եմ։ Ու պետք է կայնենք, միջև վերջը պետք է կայնենք, բա ի՞նչ պետք է անենք։ Ըստե հազարավոր ոստիկաններ կա ժամանակին իմ հետ էլ աշխատել են, սա անեք կարգի տեղ են, մեզնից լավ էլ փագել են, ինչ այլ է, կայֆոտ է։ Այս իշխանությունը փողոցով է, հա, եկել իշխանության, իսկ ինչու է հիմա նա խուսափում ձեզանից, վախենում է ձեզանից։ Չէ, մեզնից ոչ մեկն չի վախում։ Մենք քաղաքականություն չենք անում, հա։ Մեզանից ոչ մեկ չի վախենում։ Մենք 50-ին համարի հարցը Այս իրավապահ մարմինները ասում են փողոցը բացեք, ասում եմ այս ես հասկացա։ Նույն ոստիկանության աշխատողը կաղա ուրիշ ձևի մարդ է։ Մեր նման մարդ է, մեր նման հորնումոր տղա է։ դեպքում թույլ եք տալու Մեր նման տղերք են, այնպես չի որ իրանք տարբերվում են։ Հա, մեզ պայն ասենք իրանք աշխատանքի բնույթով են տարբերվում, թե չէ սաղն էլ մեր ընկերներն են։ Սաղն էլ Այդքան բան։ ոստիկաններն էլ են մեր ընկերները, սաղն էլ մեր ընկերներն են, ասում փառք։ քաղաքական հարցը չքննարկեք ստե։ Ձեր հարցերին ոչ մի հարց չենք պատասխանում։ Մուզիկան պոլիտիկայով Մենք ստե 50-ին համարի մարդ։ Մուզիկան պոլիտիկայով չփոխի։ Չունենք որևէ ինֆորմացիա էլեկտրոնային փոստով չի կարա լինի սպասում։ Իվարկան կատարող դեր շփվել է։ Գիշեր մի րոպե։ Նաև մենք հանդիպում ենք 10 օր շարունակ նման հարցը քննարկում։ Չէ, երեք գիշերվանից խոսում ենք։ Հասկանում։ Երեք գիշերվան է։ Այդ քննարկումները արվում չեն, քննարկում դուք հավատացեք իմ արդար խոսքին հավատացեք։ Հավատում եմ, ես Հա, վստահ մենք փողոց ես իմ կարծիքն եմ ասում, սուբյեկտիվ։ Մենք քանի որ փորձել էինք օրինական ճանապարհով գնալ, այսինքն փողոց չէինք Շատ փակել։ լավ շեշտադրում արեցիք, որ փորձել եք օրինական, հիմա անօրինական։ Չէ, մենք Տեսեք արձանագրեցիք արդեն, իմ ասածը հաստատեցիք ձեր խոսքը։ Հավաքների ազատության իրավունք ունեն այս մարդիկ, Բայց ինչն է անօրինական։ պետք է անհամաչափորեն չսահմանափակեն այլոց իրավունքներն ու ազատությունները։ Հավաքների ազատության իրավունքի իրացումը չի ենթադրում, որ անհամաչափորեն պետք է սահմանափակվի այլոց իրավունքներն ու ազատությունը։ Այս նույն հավաքը կարելի է իրականացնել այնպես, որպեսզի չսահմանափակվի Այսինքն այսպես իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Հիմա ոչ երթևեկելի գոտում իրականացնելով ով է իրենց հարցադրում արեցիք հավաքների ազատության մասով, բողոքի ձայնը արտահայտելու մասով բան չասեցիք։ Բողոքի ձայնը արտահայտելը պետք է իրականացնել հավաքների ազատության տրամաբանության մեջ։ Այսինքն հավաքների ազատության իրավունքի իրացման ներքո պետք է իրականացնի։ Իսկ օրենքով եւ օրենսդրությամբ, սահմանադրությամբ եւ հավաքների ազատության մասին օրենքով չի կարելի հավաքների ազատության մասին հավաքների ազատության իրավունքը իրացնել այնպես, որպեսզի խախտվի հասարակական կարգը կամ նպատակ ունենա հասարակական կարգը խախտելու։ Կարգը խախտելը չի։ Տվյալ դեպքում, եթե բողոքի ձայնը արտահայտվում է նման եղանակով, որ
թիրախավորված հասարակական կարգ ու ճանապարհային երթևեկության անվտանգությանն է վնաս պատճառվում։ Բնականաբար դա այս պահին ինչով է վնաս պատճառում։ Ուղղակի խաղաղ այն ժամանակ որ առանց թույլտվության մարդիկ կարած հենան երթևեկելի մաս նախապես ոստիկանությանը տեղյակ էին պահել իրենց։ Բան ոստիկանությունը արգելել էր, ասել էր նպատակահարմար չի գտնում։ Շնորհակալություն։ Այնքան միջև թող իրան գան, ու իրան կգան, այնպես չի որ չեն գալու։ 100% գալու է։ Որ երկար կայնացնես հաստատ գալու է։ 100% կայնացնես։ Մենք էլ ախպեր էլի նորից եմ ասում, թասիբով աբարանսի ժողովուրդ ենք ընկեր ջան, սաղը սրի չելենք ներքև ոչ էլ էթալու։ Ես այդ երեխեքս եմ Դե դու կան ախպեր։ Պալատպես եմ Թող իրան գան, իրանք օպերայի պալատպես մեզ լսեն, մենք չպետք է եթանք իրանք լսենք։ Ես ընդ ասել եմ։ Նայ չգժվենք։ որ իսկապես Այո, վստահ ենք, գալու են։ Քանի երեխեն չի լացում, մերը ծիշ չի տա, երբեք։ Լավ, կյանքիդ մեռնեմ, այդքան հաստատ գիտեմ։ Ու ես գիտեմ, որ ես կայնեմ, հաստատ ինչ-որ բանի կհասնեմ։ Ու այսքան ժամանակ կայնել եմ ու հասել եմ։ Ու պարկիմ շոշի մեջ տեղնում մնամ։ Երեխեք ջան, 45 տարեկան տղա եմ, միշտ էլ կայնել եմ, ինչ-որ մի բա եթե ուզեցել եմ հասնեմ, հաստատ հասել եմ։ Ոստիկանությունը ասում է անօրինական։ Ոչ մի չի ասում ոստիկանությունը։ Ոստիկանությունը մեր հետ հավասար է։ Լավ էլ տղեր չէ։ Լավ եմ փակել։ Սաղ էլ ջիգարով տղեր չէ։ Հավասար Ոչ մի չեն ասում։ Քաղաքականություն մի արեք, մուզիկանտ չի զբաղվում պոլիտիկայով, մուզիկանտը պոլիտիկայով չի զբաղվում։ Ոստիկանությունն էլ է մեր նման տղեր, նրանք էլ են մեր նման ժողովուրդ։ Ես ոստիկանությունում էլ եմ աշխատել, շատ լավ եմ աշխատել, շատ սես բաներ եմ ցրել ու հավքել ու դրել ու վերցել։ Սա ամեն ինչից խաբար եմ։ Այնպես որ պետք է պարտադիր կայնես, եթե ուզում ես ինչ-որ բան հասնես, պետք է կայնես, всё։ Էտա։ Ուրիշ ոչ մի բան, մենք էլ այսպես հավեսով կայնացենք, ինչ է ելել։ Իրաստանողներս դա Դուք էլ մասնակցեք։ Համար հանգիստ այդ։ Ավելի լավ։ Դուք էլ մեր հետ կգաք ստեք կոֆե, մոֆե կխմենք, բան կանենք, փագեցինք մնալու ենք օրերով։ Սուրճ կմբենք, բան կանենք։ Սուրճ եմ։